1915 թվականի մայիսի 24-ին պատմության մեջ առաջին անգամ դաշնակից երկրները, այդ թվում ռուսական կայսրությունը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, հայերի դեմ ոճրագործությունները անվանեցին հանցագործություն մարդկության հանդեպ։ Հոլոքոստից հետո հայոց ցեղասպանությունը իր ուսումնասիրվածության աստիճանով համարվում է երկրորդը։ Նշենք նաև, որ հայկական սփյուռքի մեծ մասը առաջացել է Օսմանյան կայսրությունից բռնագաղթված, ինչպես նաև հայոց ցեղասպանությունը վերապրած հայերից։ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին հանցագործությունն է, որի անպատժելիությունն ու ժխտողականությունը հանգեցրին մարդկության դեմ զազրելի այլ ոճիրների։ 1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալվել է 235 հայ մտավորականներ՝ թուրքական սրի զոգնացին Սիամ Անթոն, Գրիգոր Զորաբը, Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը եւ այլ առաջադեմ մտածողներ։ Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894 թվականից 1923 թվականներին Օսմանյան կայսրության եւ Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացման ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը։ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական Իթիհադ վեթ հերաքի կուսակցության կողմից իրականացվեց ցեղասպանություն, որի հետևանքով 1915-ից 1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել եւ բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանության սահմանամերձ շրջաններից, տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողությունները եւ դրանից ելնելով հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականներին Համիդյան կոտորածները, Զեմրունիայի ջարդերը եւ թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։ Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքական առաջնորդներ Թալյաթը, Ջեմալը եւ Էնվերը, ինչպես նաեւ հատուկ կազմակերպությունների ղեկավար Բեհաեդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների եւ Պոնտոսի հույների ջարդերը։ Օսմանյան կայսրությունում հայերի եւ նացիստական Գերմանիայի կողմից բռնազավթված տարածքներում հրեաների զանգվածային ոչնչացում բնութագրելու համար ցեղասպանություն եզրույթը ժամանակին առաջարկել է հենց եզրույթի հեղինակ Ռաֆայել Լեմկինը։ Հրաչ Սահակյան, Խան Հովհաննիսյան, այսօր։